Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, այս վերջերս այդ կործանիչներն է գնել, բայց հետաքրքիր է, որ Ադրբեջանի նախագահան, եթե հիշում եք, մեզ մեղադրում էր, որ մենք Հնդկաստանից կամ, չգիտեմ, Ֆրանսիայից զենքեր են գնում, որ մենք պատրաստում ենք իրենց վրա հարձակվենք երևի այդ վիլիսներով, ինքն էլ կործանիչներ է գնում, պաշտպանվելու համար երևի թե նույն ձևի այդ թաթաներից։ Ինչ ասեմ, թող մեր երկրի ղեկավարը հասկանա, որ 4.2 միլիարդ դոլարով կործանիչ գնողը խաղաղության չի պատրաստվում։ Դրա համար պետք չի լինել զինվորական գործիչ կամ մեծ գիտելիքներ ունենալ, որ դա հասկանալ, որ մենք կանգնած ենք պատերազմի առջև։ Հետո ձեր թույլտվությամբ ես մի երկու բառ կասեմ ներքին իրավիճակի մասին։ Սահմաններին իրավիճակը թաքցնվում է։ Ամեն օր կան կրակոցներ, ըստ իմ տեղեկությունների։ Ադրբեջանցիները եւ թուրքերը պատրաստվում են ամենօրյա ռեժիմով։ Անցկացնում են զորավարժություններ, միայն քորը կարա դա չտեսնի եւ չլսի։ Այսօր Ադրբեջանի զսպող ուժերը միայն Ռուսաստանն է եւ Իրանն է։ Ուրիշ ուժ չկա։ Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները վատացրել ենք, Իրանի հետ մենք չենք գնում հարաբերությունների ավելի հստակեցման եւ զարգացման։ Չգիտեմ ինչի մասին են մտածում, չեմ պատկերացնում։ Զորքը զինված չի, զորքը համալրված չի, պայմանագրայինները դուրս են գալիս, գնում են ընդունվում են ոստիկանություն։ Այսօր սաղ այդ տղաների ձեռը դուբինկա են տվել եւ ինքը ուղղակի քաղաքում մանա գալի։ Ինչի պետքա նստի խրամատում։ Այդ հոգեբանությունն են մցրել մեր ժողովրդի մեջ։ Նիկոլ Փաշինյանը լուծում է մի քանի խնդիր։ Իրեն պետք է, որ ընդդիմադիր ուժերը ներկայացնեն երկրորդ եւ երրորդ նախագահան։ Դրա համար նա խփում է եկեղեցուն, դրա համար սրանք էլ են ուզում դա, որ իրենք էլ պաշտպանեն եկեղեցին, ցույց տալով, որ իրենք են ընդդիմադիր ուժը։ Երկրորդ խնդիրը ժողովրդին շեղում է արկա խնդիրներից, այնց այդ որ սահմանները փագա, Վրաստանի հետ ով է խոսում։ Ոչ մեկ, որտեղ սաղս նայում ենք Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես դիմադրությանը, այդ երկու հոգին քիչ են վատություն արել հայ ժողովրդին, հիմա շարունակում են։ Իմիջիալոց ասեմ, Կատաղոսի պահվածքը իմ դուրը գալիս է։ Շատ ճիշտ է իրան պահում։ Ինքը կատաղիկոս է։ Իրան ոչ մեկ այդ տեղից չի կարա գցի։ Եթե ինքը չուզի։ Նիկոլի բերած ինչ-որ կատալիկոսը աշխարհով չի ճանաչվի։ Ոչ մի երկիր թույլ չի տա դա մեզ։ Դա էլ է, ֆեյք է։ Հերթական ֆեյքն է։ Ոչ մի երկրի հոգևոր առաջնորդ, կլինի քրիստոնյա, կլինի մուսուլման, նման փոփոխումը չի ճանաչելու։ Ինչի համար, որտև դա լինելու է որպես օրինակ, լավ բառ կա, ասում են պրեցեդենտ։ Այդ նշանակում է իրանց երկրներում էլ ինչ որ նախագահ գա կարա հոգևոր առաջնորդին փոխի։ Ոչ մեկ դա չի ճանաչելու եւ թույլ չի տալու։ Եթե մի երկրի ղեկավար սողում է հակառակորդի առաջ, դա չի կարա խոսի կատաղիկոսի մասին եւ նրան գնահատական տա։ Ճիշտն ասած, ինչ չի հետաքրում կատաղիկոսը
ինչ արե կամ ինչ չի արե։ Բացարձակ չի հետաքրքրում։ Հայոց կաթողիկոսը դա սիմվոլ է։ Երբ որ ես պաշտպանության նախարար էի եւ կաթողիկոսի ծննդյան օրն էր, ես զանգարեցի իրեն շնորհավորեցի։ Վերջում մեծ խոսակցություն եղավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչի՞ եմ ես դա արել։ Ես իրեն բացատրեցի, որ Հայաստանում կա մի քանի սիմվոլ, որը որ նշանակում է պետություն։ Դա մեր դրոշն է, դա մեր գերբն է եւ դա մեր եկեղեցին է։ Ինքը չհասկացավ, ասի ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Անձամբ տեսել եմ, բայց հեռվից։ Ես շնորհավորում եմ մեր սիմվոլներից մեկին։ Ու ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը ունի եկեղեցի, որը որ հավասար նստում է եւ խոսում է Վատիկանի հետ, խոսում է մյուս հավաքների ներկայացնող առաջնորդների հետ, որպես հավասարը հավասարի հետ։ Ոչ մեկի գործը չի։ Այնտեղ ինչա։ Թո մտածի Ալիևը ինչի է կործանիչներ առնում, թո դա բացատրի։ Թո բացատրի ինչ են Սյունիքում մեր վրա կրակում, ինքը պատասխան չի տալի։ Թո բացատրի ինչի հանձնեց Արցախը։ Ինչ վերաբերվում է մեզ։ Մենք գնում ենք մեր ծրագրով։ Այ հենց դա շեղելու խնդիր է։ Հավաքվեք գնանք, ասենք, եկեղեցին պաշտպանենք, հավատացեք, եկեղեցին պաշտպանվելու կարիք չունի։ Գալու է պահը եւ մենք այսօրվա ղեկավարության հետ հավատացեք, ահա որ կոշտ ենք վերաբերվելու։ Մենք դրան պատրաստվում ենք։ Ահա որ կոշտ։ Իսկ ես են բաները այդ շոուները, սենց ասեմ էլի, նախկինների եւ ներկաների այդ մեջի սարկած այդ բազարները, մենք չեմ գտնում, որ մենք դրա մեջ պետք է մտնենք։ Իրանք իրանց ուտելու են։ Իրանք իրար ուտելու են։ Ու եկեղեցին ասում եմ նորից շատ ճիշտ է իրան պահում։ Շատ ճիշտ է պահում կաթոլիկոսը, որ չի մտնում այդ բաների մեջ։ Մտովինք կաթոլիկոսը։ Միջև իր կյանքի վերջ։ Նիկոլովա ժամանակավոր ինչ-որ երևույթ է, որը սաղից ներվերը կերել է։ Նույնը անում էր Սահակաշվիլին Վրաստանում։ Փորձեց գնա եկեղեցու վրա, չստացվեց։ Նույն բրիտանական ծրագիրն է։ Այսօր ինձ ասում են, որ պատկերացնում եք ուժայիններին հրաման են տվել պատրաստ լինել, նույնիսկ բանակին։ Ըստ իմ տեղեկությունների, ինչի պատրաստ լինեն։ Մարդ, որը մարտի 1-ի մասին է խոսում քշեր ցերեկ, ինքը հրաման է տալի, որ պետք եղած դեպքում ըստ իմ տեղեկություններում տանկերը անեն ժողովրդի դեմ, ոչինչ, ի օգուտ հայ ժողովրդի չեն արել։ Ժամանակին, երբ որ երկրորդ նախագահան որոշում կայացներ, այսօր Արցախի հարցը չէր լինի։ Ժամանակին, երբ որ առաջին նախագահան որոշում կայացներ, այսօր Սյունիքի հարցը չէր լինի։ Երրորդ նախագահան որոշում կայացներ, որ չկայացրեց։ Հիմա չեմ ասի դա ինչա, ինչի մասին է խոսքը։ Այսօր վրացիները սահմանը չէին կարող փակեին։ 6 հոգի դեպուտատ ունի, այն էլ ականջներով են քաշե բերե մցրե ազգային ժողով։ Ականջներից են քաշե, որտեղ չեն անցել շեմը, բայց օրենքով երրորդ կուսակցություն պետք լիներ, ականջներով բերե գցել են։ Այսօր ընկել են, բան են անում, այրոպորտի դեմը գալիս են կաթողիկոսին դիմավորում են, ցավոք սրտի պետք է ասեմ, թանգանոց մեքենաներով, ջիպերով ցույց են տալիս
որ մենք սենց արինք, նենց պայքարում ենք Նիկոլի դեմ։ Սուտ է, ժողովուրդ, չեն պայքարում, ոչ մի բան չեն անում։ Իրանք ունեն մի խնդիր։ Հաջորդ ընտրություններին նորից իրենք լինեն ընդդիմադիր ուժ։ Եթե ոչ իշխանություն, ապա գոնե ընդդիմադիր ուժ։ Սա արվում է դրա համար։ Նիկոլն էլ հաղթելու համար ընդդիմությունը պետք է ներկայացնեն այդ մարդիկ։ Եթե ներկայացին մեր նման մարդիկ, ինքը շանս չունի հաղթելու։